Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի պաշտոնական առիթը Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ Փաշինյանի շնորհավորանքն է եղել։ Երկրի ղեկավարները քննարկել են Երևանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը։ Օրակարգում ներառվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այդուհանդերձ երկու պետությունները հերթական անգամ բավարարվել են միայն վերացական ու ընդհանուր ձևակերպումներով։ Մասիս քաղաքում ուժեղ Հայաստան դաշինքի անդամների նկատմամբ բռնություն է կիրառվել։ Հարձակման թիրախում են հայտնվել նաև կանայք, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ։ Հարձակվել են ԿՊ-ի առնակավորները մեր կարազարշավի մեր ընկերների վրա։ Դաշինքի ներկայացուցիչ Հայկ Բաղդասարյանը կատարվածի մեջ մեղադրում է իշխող ուժի համակիրներին։ Շրջանառվող լուրերի համաձայն միջադեպին մասնակցել է նաև Երկրապահ կամավորականների միության տարածքային ղեկավարը։ Իրավապահ համակարգը դեռևս չի հստակեցրել կատարվածի բուն շարժառիթներն ու հանգամանքները։ Նախընտրական այս լարված պայմաններում ցանկացած տեսակի ֆիզիկական բռնությունն ու ուժի կիրառումն անթույլատրելի է։ Նման գործելավոճը լուրջ սպառնալիք է քաղաքական գործընթացների բնականոն ընթացքի եւ հանրային անվտանգության համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ եկեղեցին միշտ էլ պատրաստ է ամբողջանվեր կերպով պաշտպանել իր իրավունքները եւ թույլ չտալ որևէ կառույցի կամ իշխանության եկեղեցի ենթարկեցնել իր կամքին։ Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով եւ որևէ կերպ որևէ կառույցի եւ իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին։ Անդրադառնալով հնարավոր ձերբակալության մասին խոսակցություններին վեհապար հայրապետը հայտարարել է, որ անգամ այդ քայլը չի փոխի իրենց դիրքորոշումը։ Նա նշել է, որ ձերբակալության դեպքում պետք է ենթարկվեն գործող օրենքին, սակայն անարդարության դեմ կպայքարեն բոլոր միջոցներով։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարականը, մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը եւ որոշումը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու։ Մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր սրբազան ուխտին, հավատարիմ մեր ծառայությանը, մեր ազգին եւ հայրենիքին, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը։ Կաթողիկոսը շեշտել է, որ հայոց հայրապետին հրաժարական պարտադրելն այդքան դյուրին չէ։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները եւ վեհապարի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, անձի կամ կառույցի տնօրինմանը։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց հայրապետը խոսել է նաեւ զավակ ունենալու վերաբերյալ մեղադրանքների մասին, նշելով, որ նման հարցերը պետք է քննվեն բացառապես եկեղեցական ատյանում։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մասնակիորեն բավարարել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է ազգային բարերարին վերադարձնել բացառապես Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Փաստաթղթի հանձնումը դատարանը պաշտոնապես հիմնավորել է հունիսի 7-ի համապետական ընտրություններին տեխնացուի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ Փաստինֆոյի աղբյուրների համաձայն դատավորը մերժել է Սամվել Կարապետյանի Ռուսաստանի եւ Կիպրոսի անձնագրերը վերադարձնելու վերաբերյալ փաստաբան Արամ Վարդևանյանի պահանջը։ Քրեական գործով անցնող գործարարի համար դատական այս ակտը սահմանում է տեղաշարժի խիստ սահմանափակումներ, չնայած նրա քաղաքական հավակնություններին։ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրանից հերթիռադրոնային հարձակման հետ մղման մասին։ Գերատեսչությունը պնդել է, թե Իրանը հարվածել է ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազային Արիչվանին, ինչպես նաև Ալի Ալ-Սալեմ ավիաբազային։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել ի պատասխան Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված ագրեսիայի։ Օդային հարձակման նախազգուշացումներ են հնչել Սաուդյան Արաբիայում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս երկրները, ինչպես նաև Քուվեյթն ու Բահրեյնը փակել են իրենց օդային տարածքը անժամանակ։ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան հարվածներ է հասցրել ոչ միայն Քուվեյթում գտնվող ամերիկյան
արևմտյան ավիաբազային, այլ նաև ուղղաթիռային բազաներին, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ն հերքել է Իրանի հարվածների հաջողությունը Բահրեյնում գտնվող 5-րդ նավատորմի շտաբի եւ Քուվեյթի ավիաբազայի դեմ։ Ավելի ուշ նաև հայտարարվել է, որ Քուվեյթի բազայի դեմ իրանական դրոնների նորալիքը նույնպես չի կարողացել խոցել նախատեսված թիրախները։ Ողջ գիշեր ԱՄՆ-ն եւ Իրանը հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց։ Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է Իրանի դեմ ընթացող պատերազմի առաջին արդյունքները։ Ըստ նրա, փետրվարի վերջին մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան ուժերը հիմնահատակ թույլատրել են Թեհրանի ռազմական ենթակառուցվածքները։ Ռուբիոն պնդում է, որ Իրանի հրթիռային ու անօդաչումների վահանն այլևս իզորու չէ պաշտպանել երկրի միջուկային ծրագիրը։ Ամերիկացի դիվանագետը հեգնանքով նշել է, որ իրանական երբեմնի նավատորմից մնացել է միայն գնդացիրներով զինված փոքր մոտորանավակներ, եւ նույն ժամանակ նա խոստովանել է, որ էժան անօդաչումների մեծ քանակությունը դեռևս մնում է լրջագույն եւ չլուծված մարտահրավեր։ Բացի ռազմական հարվածներից Վաշինգտոնն այժմ իրականացնում է իրանական բոլոր նավահանգիստների ամբողջական շրջափակում։ Իսրայելի լիբանանյան ռազմագործողությունը հասել է փակուղային կետի եւ չի արդարացրել նախնական սպասումները։ Հեզբոլլա շարժումը պատերազմի ընթացքում ոչ միայն չի թույլատրել, այլև ցուցադրել է մարտավարական նոր առավելություններ։ Իսրայելական ռազմավարության ձախողման գլխավոր պատճառը դարձել են լիբանանյան օպտիկա մանրաթելային անօդաչու սարքերը։ Մալուխային կառավարման շնորհիվ այս ապարատներն անխոցելի են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների համար։ Բեյրութի հարավային թաղամասերի ռմբակոծությունը մասնագետները գնահատել են որպես Թել Ավիվի ծրագրերի ապալման անուղղակի խոստովանություն։ Իսրայելի բանակն անակնկալի է եկել նմանատիպ սպառազինության զանգվածային կիրառումից եւ հայտնվել թիրախի կարգավիճակում։ Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից եւ խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Պեսկովը նաեւ մեղադրել է ուկրաինական կողմին Ստարոբելսկի քոլեջը միտումնավոր ոչնչացնելու համար, շեշտելով, որ այն երբեք ռազմական օբյեկտ չի եղել։ Ըստ նրա, երեխաների դեմ անմարտկային ահաբեկչություններ իրականացնելը փոխում է հակամարտության ամբողջ տրամաբանությունը։ Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ թեև կարգավորման գործընթացը այժմ դադարեցված է, դա չի նշանակում, թե ԱՄՆ-ի հետ շփումներ չկան։ Ավելի վաղ Ռուսաստանը խոշոր օդային հարձակումներ էր իրականացրել Ուկրաինայի մի շարք մեծ քաղաքների, այդ թվում Կիևի, Դնեպրի, Խարկովի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, մեքենաներ ու խաղահրապարակներ։ Տասնյակ բնակիչներ ստիպված են եղել գիշերն անցկացնել մետրոյի կայարաններում։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի փողոցներում հազարավոր քաղաքացիներ արդեն երկրորդ օրն է բողոքում են Ջարեդ Քուշների նախաձեռնած շքեղ հանգստավայրի կառուցման դեմ։ 4 միլիարդ դոլար արժողությամբ այս համալիրը ծրագրվում է կառուցել Վյոսանարտա պահպանվող լանդշաֆտի եւ Սազան անմարդաբնակ կղզու տարածքում։ Բնապահպանները հիմնավոր կասկածներ ունեն, որ շինարարությունը կխաթարի թռչունների գաղթի ուղիներն եւ կոչնչացնի տեղի կենսաբազմազանությունը։ Իշխանությունները 2024 թվականին փոխել են պահպանվող տարածքների մասին օրենքը, ճանապարհ հարթելով այս ոչ թափանցիկ նախագծի համար։ Բողոքի նոր ալիքի անմիջական առիթ է դարձել շինհրապարակում ակտիվիստների նկատմամբ անվտանգության աշխատակիցների կիրառած բռնությունը։